Բարև ձեզ հարգելի հյուրեր, ես Վարդանն եմ, ներկայացնում եմ Async ընկերությունում, նախկինում ընկերությունը կոչվում էր Podcastle, մենք ստեղծվել ենք 2020 թվականին ու զբաղվում ենք content creation ու editing անող content creator-ների process-ների ավտոմատացմամբ։ Ինչ է այդ նշանակում, այսինքն երբ որ դու content ես ուզում սարքես, դրա մեջ մտնում է process recording անել, video editing անել, հետո publish անել դա YouTube, TikTok, Instagram եւ այլ տարբեր հարթակներ, մենք սարքում ենք tool-եր, որ այդ ամեն ինչը շատ հեշտ կանաս անես AI-ի միջոցով ու կանաս publish անես քո համապատասխան channel-ում։ Եկեք այսօր խոսելու ենք video generation-ից, ինչի համար է video generation-ը ընդհանրապես պետք, ինչ use case-եր է փակում, բիզնեսի համար ոնց է օգտագործում եւ բացի բիզնեսից ընդհանրապես հասարակ մարդու կյանքում ինչ է տալիս video generation-ը։ Մի հատ եկեք սահմանենք ընդհանրապես ինչ է video generation-ը։ Իրականում երբ որ միջև video generation-ների մոդելների գալը, ցանկացած վիդեո ստանալու համար պետք էր կամերա, նկարահանումներ ու նկարահանումների արդյունքում հետո բարդ բավականին մոնտաժ, որպեսզի ստացվեր քո պատկերացրած վիդեոն, ռեժիսորի, մարդու եւ այլն, ցանկացած մարդ, ով որ սարքում էր այդ վիդեոն։ Հիմա այդ process-ը հեշտացել է ու ավտոմատացել է, ինչ տեսանկյունից, որ ցանկացած վիդեո, երբ որ դու ուզում ես սարքես, ընդհանրապես պետք է ուղղակի պատկերացնել ինչ ես ուզում սարքես, ու այդ ուղղակի գրես, ու այդ գրելու արդյունքը կլինի այն, որ վիդեոն կստանաս ու կկարողանաս արդեն օգտագործել քո պատկերացրածով։ Հիմա ինչ է այդ պատկերացումները, ընդհանրապես video generation մոդելներ, իրանք մոդելներ են, որոնց տալիս ես input ասելով տալիս ես text, քո պատկերացրած, տալիս ես նկարներ, տալիս ես վիդեոյի օրինակներ, ինքը հասկանում է ու սարքում է քո հենց պատկերացրած վիդեոն ու տալիս է քեզ։ Ու ոնց է այդ աշխատում, շատ կարճ ներկայացնեմ, ու ինչ ընդհանրապես տերմինոլոգիա ստեղ կա, կան մոդելներ, որոնք անում են այդ գործը։ Լսել եք հաստատ Gemini, լսել եք Nano Banana, VO3, Seedance եւ այլն, այդպես տարբեր բարդ անուններ կան։ Այդ բարդ անունների մեջ թաքնված է հետևյալը, որ ամեն մեկը մի հատ video generation մոդել է, որը պատասխանատու է կամ նկարների, կամ վիդեոների, կամ այլ մեդիայի գեներացիայի համար։ Երկրորդ տերմինոլոգիան դա text to video-ն է, այսինքն ձեր պատկերացրածը տալ տեքստին, սարքել դրանից տեքստ, որը կփոխակերպվի վիդեոյի։ Ու երրորդը AI editing-ն է, այսինքն երբ որ դուք content-ը գեներացրել կամ նկարել եք, միշտ անպայման վերջում պետք է editing անել։ Չգիտեմ, երևի 99%-ը դուք նայում եք reel-եր, նայում եք YouTube վիդեոներ եւ այլն, ու այդ ամեն ինչը կատարվում է video editor-ների միջոցով։ Հիմա այս 3 կետից, որ առաջ անցնենք, մի քիչ կուզեմ խոսեմ ինչի համար են պետք video generation մոդելները, ինչի համար է պետք մոնտաժը եւ ընդհանրապես։ Ուրեմն առաջինը viral short content-ն է։ Այսինքն շատ մեծ քանակի content creator-ներ սկսած տարբեր տեսակի հիմարություններից, վերջացած շատ լուրջ editing արած content-ից սարքում են ու լսում են TikTok, լսում են Reel, Instagram Reel հարթակներ եւ այլն, YouTube short-եր ու հավաքում են դիտումներ։ Նպատակը մեկն է, շատ դիտում, շատ like հավաքելը, այդ վիդեոից, որը կբերի follower-ների, կդարձնի քեզ հայտնի, ու այդ հայտնությունը դուք օգտագործես փող աշխատելու համար, մոնետիզացիայի համար։ Ու երբ որ դու դառնում ես հայտնի, արդեն շատ բիզնեսներ քեզ դիմում են, որ ապահովես իրենց գովազդը եւ այլն։ Նաեւ մյուս կտորը դու կարող ես հենց ինքդ ես բիզնես, արտադրում ես շատ մեծ քանակի viral content, որը հենց ծախում է քո բիզնեսը։ Շատ Հայաստանում էլ նույնիսկ լիքը օրինակներ կան այդ viral content ասացի։ Երկրորդ կտորը, երբ որ դու արվեստի մարդ ես, ուզում ես օրինակ սարքել ինչ-որ animated մուլտֆիլմեր, տարբեր տիպի անիմացիաներ, կարճ մուլտֆիլմեր, երկար մուլտֆիլմեր, բայց կրկին նպատակը նույնն է։ Ունենալ վիդեո հարթակներում, ստեղ արդեն YouTube-ում մասնավորապես, վիդեո channel, որտեղ կհավաքես մեծ դիտումներ, մեծ լսարան կունենաս ու որը կբերի քո channel-ին հայտնիություն ու կանաս արդեն մոնետիզացնես։
Երրորդ կետը օգտագործումը ֆիլմերում, այսինքն ֆիլմը արտադրության մեջ motion, գրաֆիկական ու տարբեր կերպարներ ստանալու համար այդ ամբողջը ձեռով աշխատանք էր, որը կամաց-կամաց փոխարինում է AI-ով աշխատանքի, քո պատկերացումը տալիս ես ուղղակի տեքստին ու ստանում ես տվյալ վիդեոն, որը ուզում ես, ու ինչ ձևի, որ ուզում ես։ Շատ մեծ լսարան ունի ու usage ունի գովազդների մեջ, այսինքն եթե դու poker company ես, որ գումար չունես մի հատ creation team-ին տալու, որ գան գովազդ նկար անեն քո ապրանքի, հետո այդ մոնտաժ անեն, տենց մի ամիս աշխատեն դրա վրա ու քեզ տան, դու կարաս օգտագործես generative AI-ը հենց քո ապրանքները գովազդելու համար, շատ հեշտ։ Մյուսը կարաս training-ներ սարքես, այսինքն կարաս օրինակ պատկերացրեք մի ժամ դու պետքա խոսայր ինչ որ դասընթացից չգիտեմ բացատրեիր մարդկանց, այդ ամբողջը կարա կատարվի generative AI-ով առանց օգտագործելու ոչ մի կամերա, ես սա օրինակները ցույց կտամ։ Ու վերջի կետերը gaming-ում, այսինքն այն որ խաղ են դիզայնանում մարդիկ, այդ խաղի մեջի գրաֆիկական սաղ կոմպոնենտները ոչ թե արդեն ձեռով է հավաքում, այլ հավաքում է AI-ի միջոցով։ Ինչ անում մեր company-ն gaming, VR եւ դից բացի մնացած բոլոր կոնտենտները թողում է սարքել շատ հեշտ ու միանգամից publish անել ցանկացած պլատֆորմ, որով որ դուք աշխատում եք։ Հիմա եկեք խոսանք մի քիչ մոդելներից, անվանումներից, որը ինչ է անում եւ այլն։ Քանի որ մեր մոտ թեման video generation-ն է, մենք խոսել ենք video generation մոդելներից, բայց նաեւ ինձ թվում է մի երկու բառով կխոսանք image generation մոդելներից, որտեղ անկասկած իր բաղկացուցիչ մասն են կազմում։ Ամենահայտնի մոդելներն այստեղ գտած, չգիտեմ, որը լսել եք, որը չէ, Soran, Runway-ը, Kling-ը, Grok-ը, Veon եւ Seedance-ը։ Կարճ ասած, Veon դա Google-ի product-ն է, Soran ChatGPT-ի product-ն է, Seedance-ը TikTok-ի product-ն է, այսինքն CapCut TikTok այդ աշխարհի product-ն է, Kling-ը նույնպես չինական product է եւ Grok-ը Tesla-ի product-ն է։ Այսինքն բոլոր սրանք այն վիդեո մոդելներն են, ովքեր գեներացնում են վիդեոներ ու այդ վիդեոների գեներացիան անում են թե տեքստից, թե նկարներից, թե տարբեր ռեֆերենսներից։ Մի քիչ ուզում եի use case-երը որ պատմեցի, մի հատ sense կարևոր կետ կա, որը բաց եմ թողել։ Մեր research-ը ցույց է տալի, որ շատ մարդիկ կան, որոնք ուզում են վիդեո կոնտենտ գեներացնեն, ինչ որ մի բան այդ վիդեո կոնտենտը, որը միշտ երազել են տեսնեն իրական կյանքում ու պատկերացրել են մտքում։ Դա կարող է YouTube չգնա, կարող է, չգիտեմ, ինչ որ push չարվի դեպի պլատֆորմներ, բայց ուղղակի իրանք այդ վիդեոն նայեն ու իրան պատկերացրածը տան ռեալ վիդեոն, որ կանան էկրանի վրա նայեն։ Այդ մի հատ հետաքրքիր հոգեբանություն է, որը մենք ոնց որ տենում ենք մեր user-ների մոտ, որովհետև այն ինչը օրինակ սարքվում է, այսա ձեզ ցույց կտամ իրականում, կմտածեք, էսով պետք է նայի։ Այս այդ տեսանկյունից։ Հիմա հաջորդը, սա էլ մի հատ կարճ կանենք ու արդեն դեմոնստրացիային կանցնենք, ցանկացած վիդեո մոդել աշխատում է prompt-ով։ Նույն ձև ոնց որ ChatGPT-ն է աշխատում prompt-ով։ Այսինքն դուք ասում եք ինչ եք ուզում, ինքը ձեզ տալիս է output։ Օրինակ եթե դուք ասում եք գեներացրու իմ համար վիդեո, որտեղ մեքենան գնում է Երևանի փողոցներով, ինքը գեներացնում է վիդեո, որտեղ մեքենան գնում է Երևանի փողոցներով։ Բայց երբ որ դուք տալիս եք մոդելին շատ կարճ նկարագրություն, ինքը ամեն ինչ ընտրում է Երևանի որ մասը ընտրի, վիդեոն ինչ ձևի լինի, ռեալիստիկ, թե մուլտֆիլմային, անիմացիոն, ինչ մեքենա լինի եւ այլն։ Ու ինչքան շատ ինֆորմացիա եք տալիս դուք մոդելին, այդքան ավելի շատ այդ մոդելը ձեր պատկերացրածին մոտ է գեներացնում տվյալ վիդեոն։ Հիմա մյուս սլայդը մի հատ օրինակ է, որ օրինակ ես իմ մտքում պատկերացնում եմ մի հատ կարմիր մեքենա, որը բան highway-ով գնում է, ու կրամ sense prompt գրեմ, կարմիր sport car, որը գնում է runway-ով, highway-ով, բայց մտքումս կարող ես պատկերացրեմ Ferrari, որ գնում է այդ highway-ով, որի կողքը ծով է, ու չգիտեմ եւ այլն եւ այլն։ Բայց ամեն ինչը չեմ գրել, այդ արդյունքը լավ չեմ ստանա, բայց եթե ես դա գեներացնեմ աջ կոմի sense սուպեր տեխնիկական բարդ ձևով, որտեղ նշեմ նույնիսկ կամերաները ոնց պետք է շարժվեն եւ այլն այդ ամեն ինչը, կստանամ մի հատ վիդեո, որի production-ը կարող է, չգիտեմ, $100,000 արժանալ, որ այդ ամեն ինչը կամերայով նկարեն։
Հիմա եկեք անցնենք ամենահետաքրքրին դեմոնստրացիային, քանի որ մենք կարճ ժամանակ ունենք, ես արագ ցույց կտամ ինչա պրոդուկտը, արագ օրինակներ ցույց կտամ, հետո վերջի 10 րոպեն կծախսենք նրա վրա, որ կարակ իդեաներ ասեք, այդ իդեաները փորձենք ստանանք։ Ինչ է այս ներկայացնում մեր պրոդուկտը։ Մեր պրոդուկտը վիդեո էդիտոր է, որտեղ կա այս ձախ կողմի հատվածում մոնտաժանող մարդ իրան անվանենք։ Նպատակը որն է։ Մարդիկ, երբ որ դու կոնտենտ ես սարքում կամ ինչ-որ բան պատկերացնում ուզում ես ստեղծես, վիդեո էդիթինգից ընդհանրապես բան չես պատկերացնում։ Որովհետև եթե մի հատ օրինակ բերեմ վիդեո էդիթինգը ինչքան բարդ բան է, այս ձախ կողմը պատկերացնենք, ինչքան բարդ էլեմենտներ, թուլեր, տրանզիշններ, անիմացիաներ ոնց ստեղծես եւ այլն, պետք է մոտավորապես մի տարի պարապել գնալ տրեյնինգ որ հասկանալ վիդեո մոնտաժը ոնց է անում։ Ու մենք ոնց ենք պատկերացնում այդ ամեն ինչը, պատկերացնում ենք, երբ որ դու գնում ես ֆիզիկապես քո արդեն նկարահանած կամ ստեղծածը տալիս ես մոնտաժողին ու ասում ես, մի հատ որ խնդրեմ կմոնտաժես, սենց, այդ նույնը ասես մոնտաժող ագենտին։ Հիմա մենք ինչ ենք արել, ստեղծել ենք մի հատ մոնտաժող ագենտ, որը շատ լավ է վիդեո էդիթինգից ու վիդեո ջեներեյշնից։ Ու դու մարդկային լեզվով ասում ես ինչ ես ուզում, ու ինքը այդ ամեն ինչը քեզ ստեղծում տալիս է։ Հիմա օրինակներով հեսա գնանք ու ինչպես նշեցի, եթե ձեր մոտ ինչ-որ իդեա առաջանա, այդ իդեան հենց հիմա կարանք սենց ոնց որ բան քննարկենք։ Հա, սկսենք դրանից ոնց է աշխատում AI ագենտը։ AI ագենտը, երբ որ դու վիդեոն տալիս ես ռեալ մարդուն, ինքը մեծ նայում է սա, չէ՞, այսինքն նայում է ինչ ես նկարել կամ ինչ ես ուզում ստեղծես հասկանում է։ Նույն ձև ստեղ է, երբ որ դու ֆայլը գցում ես մեր վիդեո էդիտորի մեջ, ինքը մարդու նման նայում է այդ վիդեոն, լսում է ինչա խոսացած, ու սա պարամետրը հաշվի է առնում, որ օրինակ, մի հատ sense parse օրինակի վրա գնանք։ Պատկերացրեք, ես սկսում եմ շատ բարդ օրինակներից ու գնում եմ դեպի շատ բարդ օրինակները։ Առաջի դեպքում նույնիսկ video generation չկա, ստեղ video editing-ը։ Ենթադրենք ֆուտբոլի վիդեո ունեմ ու ուզում եմ այդ ֆուտբոլի վիդեոից կտրեմ հանեմ highlight-ները գցեմ TikTok օրինակ, որ չդառնա մի հատ վիդեո, որտեղ ես կներեք։ Որտեղ ես օրինակ բանը երկար վիդեոից օրինակ գոլերն եմ define անում, ով է գոլ խփում եւ այլն։ Այդպես մի հատ օրինակ վերցնենք։ Հիմա եթե կյանքում աշխատել եք վիդեո էդիտորների հետ, ինքը ուղղակի timeline-ը, որտեղ sense վիդեո կա, չգիտեմ, Inter Sassuolo խաղն է, էական չի խաղը։ Հիմա երբ որ դուք տալիս եք մոնտաժողին, մարդկային լեզվով ասում ենք, որ կտրի հանի բոլոր այն highlight-ները, որտեղ մարդիկ գոլ են խփում, ու ինձ ասա ով է գոլ խփել օրինակ։ Եկեք հարցնենք, ով է գոլ խփել այս վիդեոյի մեջ։ Մինչքան։ Մեկ էլ անգլերենով եմ էլի գրելու, որ չնայած ինքը հայերեն էլ է հասկանում, կարա հայերենով է շփել, ուղղակի keyboard-ի խնդիր կար էլի։ Օրինակ հարցնենք who scored the goal։ Այս նրա համար է, որ պատկերացնեք, թե վիդեո էդիտորը ոնց է աշխատում, այսինքն այս կողքի ձախ կողմի AI ագենտը ոնց է աշխատում, ոնց է տեսնում այդ ամեն ինչը։ Մեկ էլ քանի որ գեներացիայի processing-ները ժամանակ է տանում ու մենք քիչ ժամանակ ունենք, ասենց ես jump կանեմ մի product-ից մի product, մինչև այն մեկի result-ը լինի, էլի։ Ու մի հատ էլ բան կա, ընդհանրապես մոդելները մի հատ sense բար կաշխատում են ավտորեգրեսիվ, այսինքն երբ որ դուք չոք հարց եք տալիս, մոդելները կարում են ձեր հաջորդ քայլը կանխագուշակեն ու առաջարկեն ինչ եք ուզում դուք անեք դրա հետ։ Հիմա օրինակ նայեք, ասեց Ինտեր Միլանը 5 գոլ է խփել, որով երբ գոլ խփել է ժամանակով բանով բերեց։ Այսինքն այս դեմոնստրացիայի իմաստն է, որ ցույց տա որ վիդեոյի ամեն կադրը AI-ը տեսնում է։ Այսինքն նշանակում է ինչ ուզեք այդ կադրների հետ կարա անի։ Օրինակ ասենք Սարքի գոլերի highlight-եր ու նու սկսի արդեն սարքվել գոլերի highlight-երը, հեսա մինչև սարքվի գնանք հետաքրքիր մի քանի բաների ցույց տամ։ AI generation-ի հետ կապված։ Նայեք, երբ որ դուք ցանկացած
վիդեո ուզում եք generate անեք ու գրում եք ինտերնետում ես ուզում generate անեմ, իմ ցույց տված 6 մոդելները, որոնք ամենահայտնին են Seedance, Soran, Veon եւ այլն, առանձին վեբ կայքերով ձեզ բերելու է։ Դուք ամեն մեկը առանձին պետքա մտնեք, գրանցվեք, գրանցումից հետո պետքա հասկանաք ոնց է աշխատում, հետո կրեդիտներ լիցքավորեք ու սկսեք օգտագործել։ Մեր մոտ ինչ է արած, հա, իդեպ օգտագործելն է տենց բավականին բարդ է, որովհետև ամեն մոդելից պետք է հասկանաք, որը ինչի համար նախատեսված, ինչ է անում եւ այլն։ Մեր նպատակը այն էր, որ generation-ի տեսանկյունից մեր ագենտը հասկանա նաեւ ոնց է generation-ը տեղի ունենում եւ երբ որ գրեք, ես ուզում եմ մի հատ սիրուն վիդեո սարքեմ, ինքը հասկանա, որ մոդելը ընտրի, ինչ պարամետր տա, prompt-ը սարքի եւ ձեզ միանգամից այդ վիդեոն տա ու դուք ոնց որ վայելեք այդ վիդեոն։ Միջև գնում է process-ը, հա, ստեղ իրականում ամեն անգամ երբ process-ը գնում է, ինքը ասում է, ես պլան եմ քեզ տալիս, ուզում ես execute անեմ այս պլանը, թե չէ, որտեվ կարող ինչ-որ բաներ դու ուզենաս փոխես, ես ասում եմ execute արա ու գնանք հաջորդ բանին, օրինակին։ Հաջորդ օրինակը, սա առաջինը ցույց տվեցի վիդեո editing-ը ոնց է կատարվում։ Հիմա եկեք գնանք video generation-ը ցույց տամ։ Մենք ունենք արդեն իսկ սարքած template-ներ, որոնք կարաս ընտրես, ինչ որ input տաս ու գեներացվի քո ուզած վիդեոն։ Ինչ template-ներ են դրանք։ Մի մասը, որ սկզբում նշեցի, կասեք ինչներից է պետք է, մյուս մասը օգտակար, տենց տպավորություն է ստեղծում, բայց իրականում շատ մարդիկ կան, որ ուզում են իրենց կյանքում գոնե մի անգամ քայլեն կարմիր գորգի վրա Օսկար ստանան ասենց սիրուն բանով, video emotion-ով։ Մարդիկ կան, որ ուզում են այսպես կարողանան պարեն օրինակ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով շատ viral բաներ, որոնք հիմա այսպես շատ ակտուալ է հիմնականում short form content creator-ների մոտ, այսինքն TikTok-ում, չգիտեմ, Instagram-ում reel-երի ժամանակ եւ այլն։ Երկրորդ կտորը, որ այլ ինչ են ուզում մարդիկ անեն, օրինակ դուք ապրանք եք արտադրում եւ ուզում եք իր գովազդը նկարեք, կարաք տակ AI-ին որպես template, ոչ թե chat-ով երկար խոսակ, ու ինքը միանգամից գեներացնի ձեր համար այդ բանի համար, ձեր ապրանքի համար վիդեոն։ Օրինակ վերցնենք, օրինակ ունենք այդտեղ template-ներ, որոնք չգիտեմ, գովազդում են ինչ որ բան շիշից պրոբկան հանելու շտոպեր կամ ունենք վիդեոներ, որ մանիկյուր եւ այլն։ Ենթադրենք օրինակ մի հատ զարդ ենք ուզում անենք, օրինակ այս template-ը ընտրենք ու template-ում մեզ պետք է զարդ։ Մի հատ ինձ օրինակ ասեք, real ինտերնետից գտնեմ մի հատ ինչ որ զարդ, դնենք այդ զարդը, տնենք ոնց գովազդը կստացվի։ Եկեք փորձենք։ Okay։ Մոտապես այս որակի վիդեո ստանալու համար, նույն ստեղ նկարահանումները տարբեր location-ներում, տարբեր ձևերով, կամերաներով բավականին որակով է ինքը։ Հիմա ես ուղղակի տալիս եմ generate ու մի 10 րոպե սպասում եմ մինչև generate լինի, որովհետև ստեղ աշխատում է AI workflow-ն, այսինքն մարդ եթե ուզենա այսպես վիդեո ստանա AI-ով, ես վերջում սկզբում որ ցույց տվեցի բարդ prompt-երով աշխատանք եւ այլն բան, դրա համար knowledge-ը պետք է, այսինքն պետք է սովորել այդ։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք նաև տալիս ենք template-ը, որ սովորելու հարցը չլինի, այսինքն դու հեշտ կանաս գեներացնես։ Այս տալիս ենք մեր ռոբոտին, այսինքն մեր մոնտաժ անող այդ ագենտին, ու ինքը սկսում է սարքել։ Ինքը ասած մոտավորապես 5 րոպե կտևի ես միջև սարքեմ։ Okay, միջև էլի սարքում է, մյուս use case-ին անցնենք, epic վիդեոների գեներացիան։ Մենք օրինակ async-ում սիրում ենք epic վիդեոներ, օրինակ ես այս մի վիդեո պրոյեկտում ինչ եմ ասել եմ մի հատ epic YouTube-ի ad սարքի, որտեղ բանը վիդեոներ կլինեն իրար հետևից գնացող, մի հատ շատ լավ epic երգով async-ի համար։ Հիմա նույնպես մոտավորապես պրեզենտացիայից առաջ սարքեցի, ինքը ասել է ինչ պետք է լինի ու սարքը գեներացրել է։ Արագ ցույց տամ ինչա սարքը։ Այս կլիպը full AI generated է, ոչ մի նկարած content չկա։ Հա, հաշվի առնելով նաև որ աուդիոն էլ է գեներացված, այսինքն այդ epic music ասածը էլի գեներացված է։ Նշեմ, որ դա շարքավորելու level-ի, լսենք,
Օրինակ, որի անունը չգիտեմ, Պրոգոմեշկետեյեմ օրինակ, կարաք խնդրեք այսպես epic ad սարքի, հիմա այն մյուս ad-ը, որը epic ad չի զուտ reel-ը, որը գնալու է Instagram-ը օգտագործվի սարքում է։ Մյուս կտորը, ես վերցրել եմ նաև մեր օգտատերերի կողմից սարքած վիդեոներ, որ շատ են բան անում, իրանց նկարում, տալիս image-ը ու կլիպ սարքում, օրինակ վիդեո կլիպ։ Հիմա համ երգը, այսինքն բառերով գեներացված, համ կերպարը, համ այդ կերպարի հետ աշխատանքը եւ այլն։ Հենց մեր օգտատերից մեկն է, էլի տենց չաթվելով սարքել է ու մի հատ սենց օրինակ կա, այս կարճ ցույց կտամ, որ շատ երկար չտևի։ Մեր շուկան ամբողջը Ամերիկայում է, դրա համար կերպարները, սենց հետաքրքիր կերպարներ ունենք։ Այս կոնտենտն էլ լրիվ, ոնց որ զրոյից գեներացիա, Tomorrow is mine. Oh, the world don't owe me nothing, and you never said it would. Սրանք օրինակներ ես ցույց տալի, որոնք կարաս ստեղծես մեր մոտով։ Հիմա մի հատ տեսնենք մեր գոլերի highlight-երը ինչ եղավ։ Այս մեր գոլերի highlight-երն են։ DiMarco with the corner. There's Bisek in to make light of a difficult Rian on for DiMarco. Lovely ball in, gorgeous goal. Fratesi is going to run here for Luis Enrique. Մյուս դեմոնստրացիան, այսինքն այս դեմոնստրացիայի իմաստն է, որ ցանկացած վիդեո կոնտենտ, որը դուք նկարել եք, կարաք ասեք մոնտաժ անի, առանց ձեր մոնտաժ անելու process-ով։ Ու generation-ը հենց բուն, վերջում սենց մերկյան այստեղ։ Նո դեռ ad-ը սարքվում է, ինքը բավականին բարդ process է, հա։ Քանի դեռ մեր ad-ը սարքվում է, վերջի բանը ցույց տամ։ Երբ որ դուք բացում եք մեր video editor-ը, հենց ունենք generate videos AI-ով։ Իմաստը որն է, որ դուք տեսնում եք աշխարհում ինչքան հնարավոր մոդել կա միանգամից մի տեղում։ Այսինքն թե Veon, թե Soran, թե Kling-ը, թե Seedance, թե Gemini-ն, թե image մոդելները, որտեղ ես սկզբից նշեցի, մենք image մոդելներ ունենք, Nano Banana, Raycraft եւ այլն տենց։ Այդ մոդելները ու նաեւ audio գեներացող մոդելները, այդ ամենը մի տեղ է մի chat-ի մեջ։ Ու երբ որ դուք chat-ին ուղակի ասում եք, ես ուզում եմ գեներացնեմ մի հատ նկար, եկեք մի հատ կամ վիդեո, իդեաներ, ով կուզի ինչ որ իդեա տա, մի բան գեներացնենք։ Սենց մտքում ով ինչ որ մի հատ տենց հետաքրքիր երազանք ունեմ, միշտ ուզեցել այդ երազանքը, չգիտեմ, տեսնի իրական կյանքում։ Օրինակ ես միշտ երազանում տենց պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղամ, չգիտեմ, ասենք որ Real Barcelona խաղամ, Real-ի թիմից խաղամ ու գոլ խփեմ Real-ին, տենց երազանքներ ոչ մեկ չունի։ Օրինակ այսպես, նայեք, լավ, եկեք, կարող է 2 րոպե մնաց մի անգամից միարկյան։ Վստահ եմ, սենց վիդեոները շատ տեսած կլինեք, տարբեր հարթակներում, հիմնականում իրանք ռիլեր են լինում, որտեղ կարճ վիդեոներ են։ Այդ է մեր հաղորդավարն էլ ունենք այսօր AI-ով սարքած։ Հենց ուղղակի, օրինակ ես Real Barcelona խաղին գոլ եմ խփում։ Այս էլ մեր հաղորդավարը։ Իրականում երեք փորձում ենք դրանց սարքենք, որ մեր հաղորդավարը հենց խոսի բանի ժամանակ, պրեզենտացիայի ժամանակ, հիմա ցույց տամ ինչ ստացած, ուղղակի չհասցրեցինք արագ սարքենք։ Հուսամ չի եղանա մեզանից, բայց Այդա սպիչները սաղ գեներացված է, ինչը հնարավոր է, ուղղակի մի քիչ մոնտաժի կարիք ունի ինքը։
Իսկ այժմ բեմ ենք հրավիրում մի մարդու, ով գիտի, թե ինչպես ավանդական բիզնեսը վերածել ապագայի հզոր մեքենային, նա Executive Business։ Transformation Hub-ի հիմնադիրն է և կառավարման համակարգերի առաջատար փորձագետը։ Այսօր նա մեզ ցույց կտա, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում բիզնես մտածողությունն ու կառավարման մոդելները ձեր ջեր։ Ծափերով բեմում դիմավորեք AI-driven ինչպես է փոխվում բիզնեսի միջավայրը սեմինարի խոսնակ Հայկ Մարգարյանի։ Եվ այլն, sense վիդեոն, այսինքն կարաք ձեզ նկարեք ուղակի, աուդիոն ձեր ձայնը կլոնանեք, full content-ը կարողանաք ստանաք ուղակի տենց արագ բանով, առանց ոչ մի ինչ-որ նկարումների կամ ձայնագրությունների։ Երևի այս քանը թերևս, մեր generation-ը եթե տևեց իմ պրեզենտացիայից ավելի երկար, մի հատ ուրիշ օրինակի վրա ցույց կտամ, երեք օրինակ սարքել էի Cartier բրասլետից գովաստ։ Այդեպ մի հատ օրինակ էլ կար, նշել էի, որ օրինակ ուզում եք կարմիր մեքենան Երևանի փողոցներով գնա, ու եթե չեք իրան բացատրում ինչ է նշանակում ու որտեղի փողոցներով գնա, միշտ Արարատի պատկերով փողոցներում է քշում, AI-ը տենց ավակի տրեյներած բոլոր Հա, ուղղակի դեմոնստրացիայի ժամանակ վիդեոները որ ցույց եմ տալիս ձայնով պիտի լինել, իմաստը է դա որ ձայնով գնալ, լավ, օքեյ, հասկացա։ Հա, մի խոսքով, Հայաստանում ինչ վիդեո գեներացնում եք, եթե չեք ասում Արարատի պատկերը լինում է այդ վիդեոների մեջ, եկեք տեսնենք մեր ադից, այսը պրեգոմեշի բանը։ Meet my new accessory. It's not just an accessory, it's a conversation starter. It's a mood. It's a vibe. It's a lifestyle. Personality. It's a personality. It's a problem. It's a solution. It's a blessing. Meet my new accessory. Օրինակ այս կարգի վիդեո ադ ստանալը հիմա շատ հեշտ է դարել, ձեր ապրանք ուղղակի այո։ Ինչ։ Հա, ասեմ, հայերեն ունի ասում որակային խնդիրներ, բացատրեմ։ Խնդիրը նա է, որ հայկական հայերեն լեզվով դատան շատ քիչ է աշխարհում, ու մոդելները որ train-ը սամ հայերենով, սա նո մոտ 100 միլիոն ժամ անգլերենի դատան train-ը լինում, որ այս որակի անգլերեն ստացվի, հայերենը 10-15000 ժամ հազիվ են կամ հավաքենք, որ կլինի, բայց հայերեն մեր հաղորդավարը հայերեն ձենով էր, ուղղակի նկատեցիք ինտոնացիաների մեջ, sense եւ ջերմ Սենց կանգնում, տենց բաներ լինելու է, դա արդեն ձեռքով պիտի վիդեո էդիտորի մեջ մոնտաժ արվի, որ այդ խնդիրները լուծվեն։ Չէ, հայերենով աշխատում ենք։ Թերևս այսքանը հարցեր։ Ահա։ Միանշանակ, ինքը էդիտորը, որ ասացի ձեզ, դուք իրան ասում եք ինչ եք ուզում։ Ասենք ասում եք ուզում եմ իմ համար prompt սարքի, որ sense բան տեղի ունենա, ինքը ձեզ այդ prompt-ը կտա, հետո կգեներացնի, հետո ամեն ինչ կանի, վերջում ձեզ մնում է export անել այդ ֆայլը ու ցանկացած հարթակում դնել։ API-ը կոնկրետ generative model-ի API-ը դնեք։ Նայեք, Async-ը API չի տալիս։ Մենակ մենք տալիս ենք text-to-speech-ի API, որը տեքստից սարքում է ձայն։ Վիդեո մոդելների API չենք տալիս, այսինքն ինչ անում ես, պիտի անես Async-ի մեջ։ Չես կարող անես N8-ում ավտոմատացնես եւ այլն։ Ինչի չես կարող, որտեվ իմաստ չունի դա, որտեվ մենք product ենք սարքում մարդկանց համար, ով user interface-ը հեշտ օգտագործում է։ N8-ի համար տենց ինքը տեխնիկական product է, API բառը պիտի հասկանաս ոնց ինտեգրես եւ այլն տեխնիկական / մի քիչ տեխնիկական մեր մոտ այնց user interface-ը այնց է սարքած որ այդ դրա կարիքը չլինի ուղղակի ասես ինչ ես ուզում հեշտ ստանաս քո ուզածը էլի ինչ արում ինքը կլոդն է հիմա աշխատում տակից այս բանը վիդեո էդիտորը որ աշխատում է ինքը կլոդ է բայց ինքը train արած որ վիդեո editing կանա անի schedule անեք editing-ը Schedule անեք editing-ը այսպես չկա, բայց editing-ը schedule անելը մեր փորձը ցույց է տալի, որ
այս process-ը fully չես կարա automate անես։ Այն առումով, որովհետև կարող է քո ապրանքը schedule-արած գնա վիդեոն դառնա գնա YouTube, բայց հանկարծ ուրիշ բան խոսա, սխալ բան լինի եւ այլն, վիդեո content-ի publishing-ի մեջ նայելը պարտադիր է։ Այդտենց schedule-ներ այս բանին չունենք, որ այդտենց դա հիմա ընդունված է content զավոդ սարքես, որ 100 հատ reel օրինակ publish անի, բայց որակի վերահսկողություն առանց անելու ուղղակի չգիտեմ 5000 subscribers կարող է չանցնես կամ լավը չլինի content-ը, էլի։ Այսինքն նայեք ցանկացած դեպքում երբ որ շատ ռիլեր կամ որ կլոդը սաղ վիդեո էդիտորներին թողել է անգործ եւ այլն, անորակ, հա, ավարտենք, խնդիր չկա։ Անորակ կոնտենտ է ստացվելու, էլի։ Դրա համար որակովի համար մենք tool ենք տալիս, որ կանաս նաեւ որակով էդիթինգ կազմակերպես, էլի։ Լավ, շատ լավ, ժամանակը լրացավ։ Հա, խնդիր չկա։ Եղավ։ Շնորհակալություն։